Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Ստեփանյան, Բաքվում շարունակվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծ ու դատավարությունները եւ վերջին շրջանում մենք արդեն տեսնում ենք, որ մեր պատանդները նաեւ ֆիզիկական բռնությունների են ենթարկվում։ Ինչով եք պայմանավորում այս իրողությունը հատկապես հիմա, երբ թվում է թե աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է այս դատավարությունների վրա եւ ինչ խնդիր է սկսել փորձում լուծել Բաքուն։ Ես մի քիչ չէի համաձայնվի այն ձևակերպման հետ, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է, ցավոք սրտի նման արձանագրում անելու համար մենք դեռևս շատ աշխատանք ունենք տանելու։ Իհարկե, ինչ որ առումով կհամաձայնեմ, որ վերջին շրջանում որոշակի ավելի մեծ ուշադրություն այս հարցի նկատմամբ գրավելու առումով կա տեղաշարժ, բայց որ ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է այս հարցի վրա, չէ։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ առաջիկա օրերին ավելի կոնկրետ երևի թե 5 շաբթի օրվա մասին է խոսքը, Եվրոպական խորհրդարանում բանաձև պետք է ընդունվի այս թեմայով, որտեղ շեշտադրումները եւ ձևակերպումները իրապես արտահայտում են իրականությունը, նշելով եւ պահանջելով Ադրբեջանից ազատ արձակել ապօրինաբար պահվող պատանդներին եւ դադարեցնել այդ շինծու դատավարությունները։ Այս մասով այսքանը կուզենայի ասել, որ ցավոք սրտի ես օրինակ չեմ կարծում, որ բավարար մակարդակով միջազգային ուշադրության արժանացել է այս հարցը, շատ անելիք կա դեռևս եւ ես կարծում եմ, որ մենք դա չպետք է անենք ինչ որ դրվագային, օրինակ համացանցում նկար տարածվելուց հետո, այլ ամենօրյա ռեժիմով դա պետք է անենք եւ այս համատեքստում նաեւ կնշեի, որ ցավոք սրտի նաեւ COP29-ից առաջ այդ կենտրոնացված էներգիան, որ կար տարբեր սփյուռքյան համայնքներում, նաեւ Հայաստանում իր արդյունքը այն ակնկալելի արդյունքը չտվեց, բայց ձևավորեց ենթակառուցված, որ այսօր էլ կարող ենք օգտագործել կապեր տարբեր դերակատարների միջև եւ այլն։ Ինչ վերաբերում է թե ինչ է անում Ադրբեջանը, շատ հստակ է, ես մի րոպե կասկած չունեմ, որ այդ նույն կտանքները եւ խոշտանգումները եղել են ամբողջ ժամանակահատվածում։ Հարցն այն է, որ մենք չունենք հավաստի ինֆորմացիայի հնարավորություն, մենք չունենք հասանելիություն իմանալու թե այս գրեթե տարուկեսվա ընթացքում ինչ է կատարվել մեր ռազմաքաղաքական ղեկավարության կամ մյուս մեր պատանների հետ այնտեղ կամ 2020-ից հետո ինչ է կատարել։ Այսինքն մենք գիտենք, ենթադրում ենք կամ վերադարձած գերիների ստացած ինֆորմացիայի հիման վրա անում ենք եզրակացություններ, բայց հասանելիություն չունենալով ոչ մեր կողմից, ոչ միջազգային իրավապաշտպանների, ոչ տարբեր միջպետական կազմակերպությունների խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների պարագայում չկա այդ հասանելիությունը։ Առաջիկայում Կարմիր խաչն եմ փակում, որ էլ ավելի կբարդացնի այս կոմունիկացիան։ Այո, առաջիկայում դեռևս կա հայտարարությունը կար, որ նման բան ասվել է իրենց, դեռևս չգիտենք ինչ որոշում կկայացվի, բայց սա եւս մի քայլ է սահմանափակելու միջազգային համաշխարհային վերահսկողությունը այս process-ների նկատմամբ։ Պարզ է նաև, որ այո, դատավարությունների ընթացքում պետք է, որ մի քիչ ավելի խստացնեն այդ խոշտանգումները, կտանքները, որտեղ իրենց անհրաժեշտ է լինելու մարդկանցից կորզել որոշակի ցուցմունքներ, ինֆորմացիա, որը Ադրբեջանը հետագայում եւ հիմա էլ օգտագործել է Հայաստանի Հանրապետության դեմ կամ տարբեր այլ անձանց դեմ։ Մի քանի օր առաջ մենք լսեցինք, որ պահանջում են այլ անձանց եւս ուղարկել Բաքու, այսինքն սրանք այս բոլոր գործողությունները մեկ ամբողջական շղթայի տարբեր օղակներ են, երբ որ համադրում ես հասկանում ես, որ սրա վերևում կանգնած է բռնապետական եւ անմարդկային ռեժիմը Ադրբեջանի, Ալիևի ռեժիմը եւ ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու անում է այն, ինչ որ ուզում է, որովհետեւ համապատասխան հակադարձում չկա։ Եվրոպական խորհրդարանի բանաձևից խոսեցիք, որը նախապատրաստվում է։ Գիտենք նաև Շվեյցարիայի օրենսդիր մարմնում էլ է այս պահին բանաձև նախապատրաստվում, որը որոշակի հույսեր է առաջացրել մեր հանրության մեջ։ Ինչ եք կարծում, սա մեզ ինչ կարող է տալ եւ այն դեպքում, երբ գիտենք Ադրբեջանի ռեժիմը ինչպես է վերաբերվում նման բանաձևերին, երբ Լաչինի Միչանսկի հարցով Արդարադատության միջազգային դատարանի հայտնի որոշումն ենք հիշում, որը պահանջեց Բաքվին անմիջապես բացել Միչանսկը, բայց այդպես էլ դա տեղի չունեցավ մինչև Արցախի հայաթափումը։ Ես ամբողջությամբ ձեր
կազմակերպմանը համաձայն եմ եւ համատեքստը հասկանում եմ այդ հարցին, որ ըստ էության հետեւյալն է ոչ միայն ձեր, այլ նաեւ շատ հաճախ ինձ էլ է պատմում այդ մտայնությունը, որ հա կան հայտարարություններ, կա անգամ միջազգային մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ մակարդարդավության միջազգային դատարանի որոշումներ, որոնք ուղղակի մնացել են որպես թղթի կտոր եւ կյանքի չեն կոչվել։ Հենց այդ ամեն ինչից ելնելով ես կուզենայի, որ արցախցիների եւ հայ ժողովրդի համար շատ հստակ լինի, որ Շվեյցարիայի խորհրդարանի կողմից քննարկվող բանաձևը շատ մեծ հույսեր ներշնչելու տեղիք չպետք է տա, այսինքն մենք բոլորս հասկանում ենք իրատեսությունը այս խնդրի։ Շվեյցարիայի պարլամենտի կողմից ընդունվելիք բանաձևը ըստ էության քայլ է, որով Շվեյցարիայի խորհրդարանը պահանջում է իր կառավարությունից միջազգային համաժողով կազմակերպելու հնարավորություն հարթակ ձևավորել։ Այսինքն ինչ է ասվում, դրանով դա այդ բանաձևը հենց վաղը չի ապահովելու արցախցիների վերադարձը։ Որովհետեւ հետևանք չի նախատեսում փաստացի։ Այսինքն ուղիղ ազդեցություն վաղը վերադառնալու վրա այս պահին չունի այդ բանաձևը եւ չի էլ կարող ունենալ, ելի եմ ասում, եթե միջազգային ամենաբարձր դատական ատյանի որոշումը մնացել է թղթի վրա, շատ ուռճացված հույսեր ունենալ, օրինակ Շվեյցարիայի պարլամենտի կողմից ընդունված այդ բանաձևի հետ կապված պետք չի եւ որպեսզի հետո հիասթափությունը շատ ավելի խորը չլինի, բայց շատ կարեւոր է այս փաստաթուղթը, որովհետեւ 23 թվականից հետո ըստ էության առաջին փաստաթուղթն է լինելու կամ առաջին նախաձեռնությունն է լինելու միջազգային հանրությունից եկող, որն ասելու է ես համաձայն չեմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված է, ես համաձայն չեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է բռնի տեղանվի եւ նրանց իրավունքները պետք է մնան անտեսված։ Արձանագրում է էթնիկ ստուման փաստը։ Այո, արձանագրում է, որ այդ մարդիկ բռնի են տեղահանվել, արձանագրում է, որ այդ մարդիկ վերադարձի իրավունք ունեն, արձանագրում է, որ այդ հարցը չի կարող ուղղակի այդպես ծածկադմփոց արվել ու փակվել գնալ եւ եթե Հայաստանի Հանրապետությունը դա միջազգային հարթակում քննարկման առարկա չի դարձնում, ապա միջազգային հանրության այլ դերակատարներ, կոնկրետ դեպքում Շվեյցարիան, պատրաստ է ստանձնելու է այդ ուրեմն իրավունքների առաջ մղման հնարավորությունը հարցը։ Ես կարծում եմ, որ հույս ունեմ, որ այդ բանաձևը կընդունվի եւ հետո արդեն կհետևենք, թե դրան ինչ գործողություններ են հաջորդելու, ըստ էության պետք է հաջորդի Շվեյցարիայի կառավարության կողմից նման համաժողով գումարելու ուղղությամբ քայլեր, կողմերին դիմել, մեր կողմից, այսինքն այնտեղ նաև խոսում է նրա մասին, որ Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների համար պլատֆորմ ձևավորել, որտեղ մարդիկ կարող են նստել եւ քննարկումներ անել։ Տեսնենք ինչպիսի ընթացք կունենա այս խնդիրը, բայց ելի եմ ուզում կրկնել, որ ինքնին արդեն այդ երևույթը շատ դրական է եւ կարծում եմ, որ սա պետք է այլ պետությունների համար եւս ընդունելի լինի։ Իհարկե մենք շատ հաճախ բախվում ենք այն հարցի հետ, երբ որ որևէ պետության հետ խոսում ենք, մեզ ասում են, որ դե եթե Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում, մենք ինչպես պետք է քննարկենք։ Եվ ունենալով նաեւ ըստ էության դա այդ ասացի մեջ շատ մեծ ճշմարտություն կա, որտեղ 30 տարի շարունակ այն երկիրը, որ ներկայացնում է քոյրատը եւ ներկայացուցիչ միջազգային հարթակներում եւ այդ մարդկանց եւ այլ պետությունների կողմից նման հակարդիր պնդում բերելը շատ տրամաբանական է, բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ, ես ուզում եմ պնդել, որ միջազգային հանրության այլ դերակատարները եւս ունեն պատասխանատվություն եւ պարտավորություններ, եւ եթե ունենանք Շվեյցարիայի նման պետության նման փաստաթուղթ եւ process, մենք կարող ենք նաեւ այլ պետություններին գցել այդ process-ին, ասել, որ կա նախաձեռնողը, խնդրում ենք միացեք։ Պարոն Ստեփանյան, ի աջակցություն հայ պատանդների այս օրերին Հայաստանում զանազան ակցիաներ են իրականացվում, որոնց նաև դուք եք մասնակցում։ Այս ակցիաները Հայաստանում որքանով եք կարևորում, ինչ կարող են դրանք մեզ տալ։ Օրինակ իշխանական թևի ներկայացուցիչները սկսել են հայտարարել, որ դրանք իմաստ չունեն, քանի որ մեր հայրենակիցները Հայաստանում չեն պատանդարված։ Որքանով եք կիսում այս տեսակետը։ Դա աբսուրդային ուրեմն հայտարարություն է։ Առաջին հերթին այդ ակցիաները ունեն նպատակ նախ նիրհից հանելու նաև Հայաստանի իշխանություններին, որովհետև որքան էլ որ տարբեր հարթակներից հիմա խոսում են այն մասին, որ աշխատանք է տարվել կամ չենք խոսում, որ չվնասենք այդ մարդկանց։ Ես անկեղծորեն չեմ հավատում եւ մի շատ պարզ այսպես ասած հանգամանք մեջ բերելով ինչի չեմ հավատում, որովհետև լավ կարելի է այդ ամեն ինչը փակ անել, բայց
որ այդ ամեն ինչի մասին չտեղեկանան անգամ հարազատները, այդ անձանց հարազատները, սա արդեն անհասկանալի է, սա խոսում է նրա մասին, որ ըստ էության, այսինքն կարելի է չէ գոնե ամիսը մեկ անգամ այդ անձանց հարազատներին կանչել, այսպես ասած հաշվետվություն ներկայացնել, ասել սիրելի հարազատներ, սա ենք արել, սա ենք արել, սա ենք արել, չենք ուզում հրապարակայնացնել, որովհետև այսինչ ռիսկերը կան։ Այդ մարդիկ էլ ակցիա անողների շարքերում չեն լինի։ Այո, այդ մարդիկ էլ ակցիա կամ այդ մարդիկ էլ օրինակ եթե ինչ որ մեկը փորձի ակցիա անի, կասի գիտես, մենք տեղյակ ենք, որ process Հայաստանի Հանրապետությունը անում է, եկեք մի վնասեք, հա, բայց դա ընդհանրապես իրականության նման բան չկա եւ այս իրավիճակում երբ որ խոսում է որ արվում է բարձ թեկուզ լավ թող կանչեն հենց հիմա այս ամեն ինչից հետո կանչեն մարդկանց ասեն սա ենք արել սա ենք արել սա ենք արել այս թեկուզ ակցիաներից հետո դրա համար ես խիստ կասկածում եմ որ ըստ էության որևէ արդյունավետ մեխանիզմներ կիրառվել են Հայաստանի եւ բացի դրանից մենք տեսնում ենք չէ նաեւ այս պահին եթե հասարակական իրապաշտպան հասարակական կազմակերպությունները փորձում են օգտագործել բոլոր խողովակները օրինակ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման մեխանիզմները Եվրոպայի խորհրդի տարբեր մեխանիզմներ տարբեր ուրեմն համաշխարհային իրավապաշտպան կազմակերպությունների ներգրավվածությունը, ազդեցիկ դեմքերի ներգրավվածությունը։ Եվ այս անձիկ էլ են ասում, որ բա ուր է Հայաստան պետությունը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանն է ասում, ուր է Հայաստան պետությունը։ Քայլերով թվարկեց ինչ կարելի է։ Այո, քայլերով թվարկելով։ Եվ այս ամեն ինչը որ դնում ենք իրար կողքի եւ հասկանում ենք, որ իրապես Հայաստանի Հանրապետությունը շատ բաներ կարող էր անել, բայց ըստ էության չի արվել։ Իսկ ինչ որ աշխատանք այնուամենայնիվ կատարվում է, թե փաստենք, որ ոչինչ չի կատարվում այս մարդկանց ազատելու համար։ Հետևյալը կարող եմ ասել, որ հենց այդ ակցիաներից հետո տեսնում ենք, որ տարբեր հարթակներում գոնե հայտարարության տեսքով այդ հարցը օրակարգ բերելուն ուղղված գործողություններ արում են վերջերս հայ-հնդկական ինչ որ համաժողովի ժամանակ նաև արտաքին գործերի նախարարը նշեց այն ներկայացնելով որպես բացառապես հումանիտար խնդիր եւ նշելով որ դա պետք է կարգավորվի ընդհանուր խաղաղության տրամաբանության մեջ եւ հետեւեց Ադրբեջանի հակադարձումը եւ այլ մեկ դեպք էլ հիշում եմ ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ էլի որոշակի հպանցիկ անդրադարձ եղել է գերիների պատանների հարցին, բայց ընդհանուր դրանից հետո Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել Երևանյան երկխոսություն, այսինքն տարբեր միջազգային հարթակները շատ են, որոնք կարելի է օգտագործել։ Այո, ըստ էության չեն օգտագործվել կամ եթե օգտագործվել են դրվագային ինչ-որ գործողություններ են եղել։ Պարոն Ստեփանյան, մենք սրան զուգահեռ նաև տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակաբար թիրախավորում են արցախցիներին, օրինակ ազգային ժողովի նախագահը արցախցի լրագրողի հարցին պատասխանելիս համոզմունք էր հայտնել, որ կարելի էր նաև մնալ եւ պայքարել Արցախում։ Ինչ են օրվա իշխանությունները շարունակաբար թիրախավորում արցախցիներին եւ տպավորություն ստեղծում, որ նրանք չեն կռվել, երբ օրինակ ադրբեջանական կողմի հրապարակած միայն պաշտոնական տվյալներով 23 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի պաշտպանության բանակը մեկ օրում Ադրբեջանին 205 կորուստ է պատճառել։ Այդ ինչու հարցը շատ հաճախ են ինձ տալիս, անկեղծ ես չեմ կարող իմ տրամաբանությամբ պատասխանել, թե ինչ աստիճանի բարոյականության հետ կապված խնդիր պետք է ունենա մարդը, որը որ ուրեմն ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց մեղադրի չմեռնելու, չցեղասպանվելու մեջ։ Սա վերջին օրերում Սիրիայում կատարվողը շատ հստակ նաև ցույց է տալիս, թե ինչ կարող է կատարվել արցախցիների հետ, եթե Հակարիի Լաչինի միջանցքը ի վերջո չբացվեր եւ հնարավորություն չստեղծվեց քաղաքացիական անձանց համար եւ մյուսների համար դուրս գալ Արցախից։ Ես սրան անդրադարձել եմ եւ տվել եմ իմ գնահատական եւ ես կարծում եմ, որ օրինակ շատ արցախցիներ սկսեցին ինչ-որ թվաբանություն բերել, պատմություններ պատմել, որ այստեղ էսպես է եղել, այնպես այսքան ադրբեջանցի են ոչնչացրել հայկական ուժերը։ Ես կարծում եմ, որ անկեղծ եմ ասում, էլի, ես կարծում եմ, որ բազմաթիվ կարելի է այդ նման օրինակների բայել, բայց իմաստը որն է, եթե այդ անձինք ունեն կոնկրետ շահագրգռվածություն եւ կոնկրետ մոտիվացիա նման թեզեր առաջ մղելու։ Այսինքն նրանց մոտիվացիան նա է, որ ինչուին եմ անդրադառնում։ Ինչու են թիրախավորում։ Այո, պատճառը նախ առաջինը նա է, որ ցույց տան, որ դուք եք մեղավոր,
որ դուք ունեիք հնարավորություն, որ մենք չենք մեղավոր, այսինքն Հայաստանի իշխանությունները Մենք չեն ամեն ինչ արել ենք ձեզ համար։ Այո, մեղավորության այդ սլաքը տեղափոխել զոհի վրա, ինչը միջազգային կոնկրետ տերմին ունի, victim blaming, այսինքն մեղադրել զոհին նրա համար, որ ինքը ենթարկվել է այդ ուրեմն բռնությանը կամ հանցագործությանը։ Եվ ըստ էության, այո, տեսեք, իմ ասածը փաստվում է նրանով, որ հետո որ լայն հանրային արձագանք եղավ ու շատ-շատերը քննադատեցին այդ արտահայտության համար, ազգային ժողովի նախագահը սկսեց խմբագրումներ, սրբագրումներ անել, որ դա չի վերաբերում հասարակ արցախցիներին, դա վերաբերում է Սխալ ենք հասկացել իրենց հերթական անգամ։ Հա, դա վերաբերում է ուրեմն քաղաքական իշխանություններին Արցախի, բայց ախր հարց տվողը արցախցի աղջիկ է եւ հարցը տվել է հետեւյալ կերպի. երբ կկարողանան վերադառնալ Արցախ։ Ոչ Շարամանյանի մասին խոսք կա, ոչ Գեգամ Ստեփանյանի, ոչ որևէ մեկի մասին խոսք չկա, այլ ուղիղ հարց է տալիս եւ ակնկալում է իր հարցի ուղիղ պատասխան եւ այդ ատելությունը թափվում է ուղղակի այդ պատասխանի մեջ, հետո պարզ է, որ այդ հանրային շատ մեծ բանի պատճառով արձագանքի պատճառով ստիպված է եղել սրբագրումներան, բայց չի բացառվում, որ մի ամիս, 2 ամիս, 6 ամիս հետո այդ նույն անձը նույն բանը նորից անելու է, որովհետև ինչի համար, որովհետև մոտիվացիան չի վերացել։ Իր մոտիվացիան դա է, ոչ միայն իր Նիկոլ Փաշինյանի, ԿՊ վերնախավի այլ ներկայացուցիչների անել այնպես, որ ստեղծվի մի պատկեր, որ պատմության առաջ Արցախի կորուստը իրենց վրա չէ։ Չկնեղանում են պատասխանատվությունից կարծես թե։ Այո, այսինքն շատ հստակ երևում է, որ իրենք իրենց մեջ էլ ունեն այդ բանը, անընդհատ իրենց ուղեկցում է, որ Արցախի կորուստը իրենց մեղավորության պատճառն է եւ անընդհատ երևի ինչ որ փորձում են այլ մեղավորություններ բարթել արցախցիների վրա։ Այո, բոլորի վրա, ոչ միայն արցախցիների։ Սա է մեղավոր, այս մեկն է մեղավոր, Ռուսաստանն է մեղավոր, նախկին իշխանություններն են մեղավոր, արցախցիներն են մեղավոր։ Գիտեք, թող այնպեսի տպավորություն չստեղծվի, որ ես օրինակ նույն ռուսական խաղաղապահների մասով, այո, պրետենզիաներ ունենալ եւ ասել, որ մարդիկ եկել են ապահովելու խաղաղություն, բայց ըստ էության դա չեն արել, սա այո, կարող եմ, ես էլ կարող եմ այդ նույն դիտորդի դերում էին փաստացի։ Այո, բայց ասել, որ բոլորը մեղավոր են բացի մեզնից, սա աբսուրդ է։ Պարոն Ստեփանյան, օրերս Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբն էր հանդիպում ունեցել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որին նաև դուք էիք մասնակցում։ Այս հանձնախմբի գործունեությունից ինչ ակնկալիքներ ունեք եւ որքանով կարող է նա նպաստել Արցախի բնակչության վերադարձին եւ մեր պատանդների ազատ արձակմանը։ Հանձնախումբը ըստ էության ինքը ձևավորվել է Արցախի Հանրապետության ազգային ժողովի կողմից դեռ 23 թվականի դեկտեմբերին համապատասխան որոշմամբ եւ հանձնախմբի հիմնական գործառույթը իհարկե անվան մեջ էլ պարունակվում է հիմնարար իրավունքների պաշտպանության, բայց մեխը առաջնային ուրեմն խնդիրը վերադարձի իրավունքի հետ է կապված։ Վերադարձի հնարավոր բոլոր հարթակներում բաց պահել, փորձել հասնել արդյունքների վերադարձի իրավունքի ապահովման մասով եւ շվեյցարիական process-ը, որ Շվեյցարիայում ընթանում է, նաեւ հանձնախմբի ներդրած ջանքերի արդյունք է ոչ միայն հանձնախմբի, բայց հանձնախումբի իր ներդրումը ունեցել է այդ հարցում։ Առաջիկայում կան պլանավորված տարբեր հանդիպումներ եւ համաժողովներ եվրոպական մայրաքաղաքներում, Ամերիկայում եւ տարբեր այլ մայրաքաղաքներում, էլի խնդիրը դա է, խնդիրը նա է, որ հրավիրվեն մարդիկ, ովքեր կգան կլսեն, որ այս մարդիկ, նկատի ունեմ արցախցիները, ունեն իրավունք վերադառնալու, ունեն ցանկություն վերադառնալու, ընդ որում ես մի հատ թիվ էլ հնչեցնեմ, որ ի տարբերություն 2024 թվականի փետրվարին, 2024 թվականի հոկտեմբերում հարցումների տվյալներ եմ ասում, ընդամենը մի քանի ամսվա տարբերություն է, չէ, փետրվարից մինչև հոկտեմբեր, արցախցիների շրջանում վերադարձի ցանկությունը կամ առաջնահերթությունը որպես այդպեսին շուրջ 15%-ով աճել է, այսինքն եթե հիմա շուրջ 67.5-68% արցախցիները իրենց համար վերադարձը համարում են
այսպես ասած առաջնահերթություն։ Միջև դա ավելի ցածր էր 50 քանի տոկոս էր կազմում։ Ինչի եմ սա ուզում ասել, որովհետև սա փաստում է, որ մարդկանց մեջ ձգտումը, ցանկությունը, տեսլականը վերադառնալու ոչ թե նվազում է, այլ հակառակը աճում։ Երաշխիքների խնդիրն է այստեղ։ Այո, երաշխիքների խնդիրն է այստեղ, որ պետք է ապահովել, որ մարդիկ կարողանան վերադառնալ։ Հանձնախմբի հարցին վերադառնալով, ըստ էության այդ հանդիպումը Արցախի ազգային ժողովի տարբեր պատգամավորների քաղաքական ուժերի հետ, այսպես ասած հաշվետվություն էր, թե ամեն 6 ամիսը մեկ նման հանդիպում լինում է ասելու, թե ինչ է կատարվել, որոնք են հիմնական խոչընդոտները, ինչ պլաններ կան, որոնց մասին բարձ է, որ շատ բացի չեմ կարող խոսել, բայց դա հերթական այդպիսի հանդիպումներ, որը գալիս ամփոփում է նախորդի վարած աշխատանքները եւ պլանավորում հաջորդիվ աշխատանքները։ Ընդ որում հանձնախումբը տարբեր ներկայացուցիչներ ունի աշխարհի տարբեր կետերից եւ այս առիթները, այն առիթներն են, որ բոլորն են գալիս Հայաստան մի կետում հանդիպում եւ կարողանում համակարգել առաջիկա անելիքները։ Եվ ներողություն, ես սա էլ կուզենայի նշել, որ ես նշեցի, որ թեև անունը հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբ է, բայց մեծ շեշտադրումը վերադարձի վրա էր կատարվում, բայց այս անգամ օրինակ քննարկումների արդյունքում նաեւ որոշվեց, որ հնարավորինս այս իրավիճակում ավելի շատ շեշտադրում արվի պատանների իրավունքներին եւ նրանց վերադարձի հարցերին, որովհետեւ մարդկային կյանքերի հետ գործ ունենք։ Պարոն Ստեփանյան, իսկ ինչի կարող ենք հասնել, եթե Հայաստանում իշխանափոխությունից հետո նոր իշխանությունը նաև արցախցիների վերադարձի հարցը օրակարգ բերի եւ Հայաստանը պետական մակարդակով սկսի այս խնդրով զբաղվել։ Առհասարակ ես կարծում եմ, որ Հայաստանը պետական մակարդակով 2023 թվականի սեպտեմբերից հետո դա պետք է աներ։ Ինչ է կատարվել։ Այս իշխանություններից ակնկալիք չունենք արդեն։ Չունենք, այո, բայց պետք է հասկանանք ինչ է կատարվել, ինչի նախ եւ առաջ ինչի համար են այդ հրաժարվել դրանից։ Ես կարծում եմ, որ ինչպես մյուս բոլոր հարցերում այդ զիջման գնալու, հրաժարվելու պահանջներից այդ նույն տրամաբանությունն է գործել։ Հայաստանը մտածել է, որ Հայաստանի կառավարությունը մտածել է, որ եթե ինքը չի պահանջում արցախցիների վերադարձ, Ադրբեջանը չի պահանջելու ադրբեջանցիների սովետական Ադրբեջանում ապրած, ներողություն, սովետական Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձ։ Բայց մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ։ Հայաստանը հրաժարվել է, Ադրբեջանը ոչ, հակառակ Ադրբեջանը ամեն օր դրա մասին շարունակում են կազմում, հայեցակարգ են մշակում։ Այո, եւ բայց միևնույն ժամանակ Հայաստանի կառավարությունը իր համար փակված է համարում այս հարցը ու նրանց, ովքեր որ փորձում են զբաղվել այդ հարցով, համարում են փարիսեցիներ։ Դե հիմա այսինքն անիրատեսական բաներ ենք տարածում, այնինչ դա ըստ իրենց գնահատականի նաև կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետությանը, ես դրա հետ որևէ ձևով չեմ կարող համաձայնվել, հակառակը դա խաղաքարտ է, որ եւս մեկ դիրք է քեզ համար ավելացնում բանակցությունների, մանավանդ երբ որ կա միջազգային հանրության աջակցությունը այդ հարցում եւ այլ եւ այլ։ Ինչ ես կարծում եմ, որ նոր իշխանությունների, այսինքն փոփոխված իշխանությունների պարագայում այս հարցը պարտադիր կերպով պետք է վերադառնա օրակարգ, Արցախի նկատմամբ պահանջատիրություն եւ արցախցիների վերադարձը միջազգային երաշխիքների, անվտանգային երաշխիքների ներքո պետք է լինի Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություններից մեկը։ Ես ուզում եմ հավատալ, որ հենց այդպես էլ կլինի, երբ որ նոր իշխանություններ կլինեն, այս հարցը նորից քննարկման առարկա օրակարգային հարց կդառնա։ Խոսենք նաև արցախցիների սոցիալական խնդիրներից։ Ես գիտեմ, դուք բնակիչների հետ ավելի հաճախ եք հանդիպումներ ունենում, տեղյակ եք մարդկանց խնդիրներից։ Գիտենք, որ Հայաստանի կառավարությունը շարունակաբար այս տարվա ընթացքում կրճատելու է արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցությունը, հայտնի 40 + 10,000 դրամների ծրագիրը։ Սա ինչ հետևանքներ է ունենալու բնակչության շրջանում, սրանով արտագաղթը փաստացի չի մեծանալու մարդկանց շրջանում։ Մեր նախորդիվ անդրադարձած բոլոր հարցերի հիմքում շատ ճիշտ ձևակերպում տվեցիք, որ բոլոր հարցերի հիմքում այն կարևոր թեզը պետք է լինի, որ վերադարձի համար արցախցիները պետք է մնան Հայաստանում։ Այսինքն, ես չեմ ասում, օրինակ, այլ պետություն
գնացած արցախցին չի կարող վերադառնալ, ոչ ավելի իրատեսական է այս դեպքում։ Այո, ավելի իրատեսական է, որ Հայաստանում հատկապես առավել իրատեսական կլիներ, որ կոմպակտ բնակեցված կամ հավաքականությունը պահպանող արցախցիները ավելի պահանջատեր են լինելու վերադարձի հարցով եւ այլ, ինչը չարվեց, այո, եւ այսքան ժամանակ է բարձրաձայնում ենք, որևէ արդյունք չկա այդ հարցում։ Շահագրգռվածություն չկա, նպատակահարմարություն չկա, ինչ որ առումով երևի ինչ որ ռիսկեր են տեսնում մեր հավաքականության ապահով պահպանման մեջ եւ այլն։ Եվ այո, սոցիալական ծրագրերը եւ հատկապես նույն այսպես կոչված 40+10-ը, որը իր իրական անվանումը կեցության եւ այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառում է, շատ կարևոր նշանակություն ու դեր ունի, որ այսինքն սոցիալական կայունություն ապահովելու տեսանկյունից, որը եւ մարդկանց օգնում է մնալ Հայաստանի Հանրապետությունում առնվազն կեցության հարցերը դրանով հոգալով եւ գումարած երբ մարդը գնում է աշխատանքի, արդեն աշխատում է, կարողանում է այդ աշխատած գումարով իր ուրեմն սննդի իր եւ ընտանիքի սննդի եւ այլ ծախսերի հարցը լուծել։ Դա դադարեցնելով եթե չեմ սխալվում այս բարեդրությամբ 102,000 շահառու կա այդ ծրագրին, դա դադարեցնելով ըստ էության այդքան մարդկանց, լավ, թող դրանց մեջ լինեն մի քանի հազարը, որոնք առանց դրան էլ կարող են իրենց սոցիալական կենսունակությունը, կայունությունը ապահովել, բայց մեծամասնությունը, զգալի ճնշող մեծամասնությունը հայտնվելու է սոցիալական շատ լուրջ խնդիրների առաջ եւ այո, արտագաղթը լինելու է նրանց համար այլընտրանք կամ արտագաղթել այլ երկրում ինչ տարբերություն շատ կներեք, այսպիսի արտահայտություն են անում, որ եթե Հայաստանում էլ պետքա բոմժ լինենք ուրիշ տեղել, շատ ներողություն եմ հայցում այս արտահայտության համար, բայց սա այն է, ինչ որ մարդիկ ասում են։ Եվ վերադառնալով հարցին, ես կարծում եմ, որ այս կեցության հարցը, բնակարանային ապահովումը եւ սոցիալական աջակցությունը պետք է փոխկապակցված լինեն։ Եվ ըստ էության նաեւ սա արցախցիների պահանջն է, որ եթե դադարեցնել այդ աջակցությունը այն պարագայում, երբ որ բնակարանային հարցը արդեն իսկ կարգավորված է։ Մարդիկ ոչինչ ավել չեն ուզում, այսինքն ուզում են, որ տանիք ունենան իրենց գլխին։ Եվ երբեմն ինչ է ասում Հայաստանի կառավարությունը, ասում է թող գնան աշխատեն, որ ուրեմն ապահովեն այդ կարողանան հոգալ այդ ծախսերը։ Ասում են բնակարանային ծրագիրն էլ սահմանել ենք, մարդիկ չեն օգտվում։ Հա, հիմա անդրադառնանք երկու պնդմանն էլ։ Առաջինը թող գնան աշխատեն։ Աշխատում են մարդիկ, շատերը աշխատում են։ Միջին աշխատավարձը արցախցիների շրջանում կազմում է մոտ 150,000 դրամ։ Եվ ենթադրենք ընտանիքում 1 հոգի է աշխատում կամ թեկուզ 2 հոգի է աշխատում եւ այդ ընտանիքը 4 հոգանոց ընտանիքի մասին է։ Այդ ընտանիքը 182,000 պետք է Երևանում ապրող ընտանիքի մասին է։ Պետք է վարձ տա։ Մնացած գումարով ինչպես ապահովի իր եւ անչափահաս երեխաներին դեպքում նրանց հոգսերը։ Այսինքն անգամ աշխատող ընտանիքները ի վիճակի չեն լինելու առանց սոցիալական աջակցության հոգալ այդ ծախսերը, բնակարանային եւ կոմունալ ծառայությունների ծախսերը։ Ինչ վերաբերում է բնակարանային ապահովման ծրագրին, գիտեք, աբսուրդային է եւ երևի աշխարհում որևէ տեղ այսպիսի մոտեցում չի եղել, որ կանգնեցնել փաստի առաջ, ասել տես կամ դուրս ես մնում հա այդ տնից կամ էլ գնա դիմիր այս բնակարանային ծրագիր։ Այն պարագայում, երբ որ այդ բնակարանային ապահովման ծրագիրը բազմաթիվ թերություններ ունի, բազմաթիվ շատ ենք խոսել այդ մասին։ Շատ ենք խոսել։ Եթե օրինակ սահմանամերձ համայնքներում տեղակայված արցախցիները դրանից օգտվելով կարող են իրենց բնակարանային հարցը լուծել, այո կարող են, երբ որ 5 միլիոն է տրամադրվում սահմանային բնակավայրերում, այո կարող են, բայց չեն կարող բոլոր արցախցիները գնալ եւ ապրել սահմանային բնակավայրերում, որովհետեւ նախ աշխատանք չկա։ Եվ երկրորդ էլ մարդիկ կան, որ քաղաքային կենսակերպով են միշտ ապրել եւ իրենց մասնագիտացումները հարմարեցված են քաղաքային կենսակերպին։ Իսկ Երևանում կամ Երևանին հարակից տարածքներում բնակարան այդ ծրագրով բնակարան ձեռք բերելը ուղղակի անհնար է։ Նախ գումարը քիչ է եւ եթե ուզում ես հավելյալ վարկ ներգրավել, չես կարողանում, որովհետեւ բանկային համակարգի հետ պետք է գործ ունենաս, իսկ բանկը ասում է կներեք ես
չեմ հավելյալ գումար ձեզ չեմ տրամադրում։ Նաև վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ անգամ այն մարդիկ, ովքեր ցանկանում են օգտվել, էլի լուրջ խնդիրների են բախվում, գումար չկա, կառավարությունն է կասեցնում, դադարեցնում ծրագրի ընթացքը, նման տեղեկություններ կան։ Այո, դա է պատճառը, որ այս բարեդրությամբ իրացված սերտիֆիկատների թիվը, եթե չեմ սխալվում, 10 թե 15-ն էր, չեմ ուզում կոնկրետ թիվ նշել, բայց տեսեք 6 քանի ամիս է, 6 ամիս արդեն այդ ծրագիրը եւ ավել այդ ծրագիրը գործողության մեջ է, բայց ընդամենը ունենք 10 կամ մոտավոր 10 ապահովված սերտիֆիկատ իրացրած ընտանիք։ Սա 10 ընտանիք է, որ բնակարարներ են դրանով։ Այո։ Եվ ունենք շահառու 25000 ընտանիք։ Այսինքն 25000 ընտանիքից ընդամենը 10 ընտանիքն է, որ այս պահի դրությամբ այդ ծրագրով լուծել է երկեցության հարց։ Ամփոփելով այս կոնկրետ այս հարցի վերաբերյալ ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրենք, որ այն ինչ որ պլանավորվել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կառավարության կողմից դադարեցնելը ապրիլ ամսից սկսած այդ աջակցության դադարեցումը ուղղակի աղետալի ազդեցություն է ունենալու տեղահանվածների վրա։ Եվ հիմա այս օրերին տեսնում ենք, որ տարբեր խմբեր արցախցիների նախաձեռնություններ փորձում են ինչ որ ուշադրություն այս հարցի վրա ուշադրություն գրավելու գործողություններ ձեռնարկել, ես կոչ եմ անում այդ անձանց լինել առավել ակտիվ եւ ես իմ ներգրավվածությունը դրանում ցուցաբերելու եմ, որովհետեւ կհաջողվի։ Ես կարծում եմ, որ այլ տարբերակ չպետք է թողնվի, որովհետեւ իրապես մեր հազարավոր, տասնյակ հազարավոր քաղաքացիներ տեղահանված հայտնվելու են ծայրահեղ ծանր իրավիճակում։ Եվ մի բան էլ այս հարցի շրջանակներում կուզենայի խոսել, խնդրել մեր Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին որևէ ձևով սա չդիտարկել, որտեղ նման արձագանքներ են լինում, որ հերիք է ինչքան տվել են եւ սպահում եւ այլն։ Ախր դա ճիշտ մոտեցում չի։ Դա ճիշտ մոտեցում չի այն առումով, որ մարդիկ կորցրել են ամեն ինչ, բառացի, մարդիկ կորցրել են եւ տուն, եւ ունեցվածք, եւ այն ամենամինիմալը, որ անձին պետք է որոշակի հատվածում կայունանալու, ոդկ գցելու, ինչ որ նոր կյանք ձևավորելու համար եւ համեմատականներ տանելը այս պարագայում առնվազն արդարացի չի։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները միտված չեն Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրել, ավելին վերջերս Բաքուն պահանջեց նաև արտահանվել այսպես կոչված առաջին պատերազմի ռազմական հանցագործներին եւ այլ հանցագործությունների մեջ մեղադրվողներին, խոսքը գիտենք առավելապես ռազմական գործիչների նախկին նախագահների մասին է։ Ինչ ռիսկեր եք տեսնում այստեղ եւ ինչ եք կարծում Հայաստանը այս պահանջը եւս կբավարարի Ադրբեջանի։ Անկեղծ ասած չեմ կարծում, չեմ ուզում այդպես կարծել, որ Հայաստանը նման քայլի կգնա։ Օրինակ տեսնում ենք հայցերից արդեն միտված են հրաժարվել։ Հա, լավ, եկեք որպեսզի երաշխավորեմ ինձ որևէ հստակ պատասխան չտամ, բայց ես էլի գալիս եմ այն բանին, որ այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ ես եմ մտածում, նման բան չի կարող լինել։ Տեսնենք, իսկ ըստ էության Ադրբեջանից հնչող այդ պահանջը հերթական շարունակություն են հետական պահանջների եւ պատճառն է նրա, որ Հայաստանի Հանրապետությունը ամեն անգամ ներկայացված պահանջները կուլ է տալիս, ամեն անգամ ներկայացված պահանջները բավարարում է։ Հայցերի ուրեմն հետկանչման մասին խոսեց, Հայաստանը խոսեց։ Միսկի խմբի լուծարման մասին խոսեց, Հայաստանից ասացին, որ պատրաստ են դրան։ Հիմա, չգիտեմ, սահմանադրական փոփոխությունների մասին խոսվեց, Հայաստանից ասացին, որ մենք պետք է ունենանք, Հայաստանի կառավարությունը ասաց, որ պետք է Նիկոլ Փաշինյան։ Ոչ լեգիտիմ են եղել մեր նախորդ սահմանադրությունները ըստ իրեն։ Ես չգիտեմ այս շղթան որտեղ է ավարտվելու։ Եվ եթե այս շղթայի պահպանան, այսինքն դինամիկան ոնց կա այդպես պահպանվի, կարող է որ որոշներն էլ հայտնվեն Բաքվում։ Հենց Հայաստանի կոծերամբ։ Հա։ Այսինքն ես չեմ ուզում դրան հավատալ։ Անմեղության կանխավարկածը հարգենք։ Այո, չեմ ուզում դրան հավատալ, բայց այն ինչ որ տեսնում ենք, դա շատ ցավալի է։ Եվ պարոն Ստեփանյան, երեք ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Հայաստանը չի արձագանքում Վերա Աղասյանի մարմինը վերցնելու հարցին, ով մահացել էր նախորդ հոկտեմբերին Ստեփանակերտում։ Տեղյակ եք, որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը եւ եթե այդպես է, ապա սա ինչով է պայմանավորված։ Վերա Աղասյանի հետ կապված ես նախ ասեմ, որ շատ սահմանափակ տեղեկատվություն ունեմ այս հարցի հետ կապված, որովհետև այդ process-ներին արդեն որևէ ձևով մասնակցություն ունենալ կամ
առնվազն տեղեկատվություն ճշտել, այդ հասանելիությունը չունեմ։ Ես կարծում եմ, որ ինչ-որ մանիպուլյացիա ամեն դեպքում ադրբեջանական կողմից կլինի այս հարցում, որովհետև այն գլխից է շահագրգռվածություն ցուցաբերվել է այս կողմից, որ Հաճյունը մարմինը տեղափոխվի եւ հուղարկավորվի Հայաստանում։ Ամբողջությամբ ինֆորմացիան չտիրապետելով չեմ ուզում այնպեսի բան ասել, որը որ վերջո կարող է սխալ դուրս գալ, բայց ես տեսել եմ շահագրգռվածություն հայկական կողմից, այդ թվում նաև հարազատների պատրաստակամությունը վերցնել եւ կազմակերպել այստեղ հուղարկավորությունը եւ պետք է ավելի խորը ինֆորմացիա ունենանք, որ հասկանանք թե ինչի մասին է խոսքը։ Բայց եք կարծել Ադրբեջանը մահվան իրական պատճառներն է այս կերպ ուզում կոչվել։ Ես հակված եմ կարծելու, որ ինչ որ մանիպուլյացիաներ կան, ինչ որ բաներ է դրա դիմաց պահանջվում կամ ինչ որ, այսինքն պետք է ինֆորմացիան ամբողջությամբ տիրապետեն, որ կարողանամ բացատրել, բայց հենվելով այն պրակտիկայի վրա, որ մենք ունեցել ենք նախորդիվ Ադրբեջանի հետ կապված, վստահ եմ, որ մանիպուլյատիվ ինչ որ բան կա դրա տակ։ Օրինակ բերեմ, ինչի համար եմ վստահ, իրենք 2023 թվականի սեպտեմբերից հետո պարբերաբար խոստանում էին, որ թույլ կտան արտաշիրիմում կազմակերպել, որ թույլ կտան ուրեմն նոր որոնողական աշխատանքներ իրականացնել Արցախում, բայց ամեն անգամ երբ որ գալիս է օրը, որ դա պետք է արվի, նրանք ինչ որ պատճառաբանություն էին բերում մեջտեղ, որ դա թույլ չտան։ Հիմա միգուցե հետական նման մանիպուլյացիան է, որ արվում է Ադրբեջանից, բայց ելի եմ ասում, ինֆորմացիան պետք է պատկան մարմիններից ճշտել։ Պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ Կհանդիպենք։